Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 17։ Ով Տեր, ինչու ես հեռու կենում և թաքցնում քեզ նեղության ժամանակներումը։ Սաղմոս 10-րդ գլուխ առաջին խոսք։ Սաղմոսերկուն զարմանքով է խոսում ամբարիշտների չարության և Աստծո համբերատարության ու երկայնամտության մասին։ Աստված պատրաստում է սիրտը աղոթքի համար, բորբոքելով սուրբ ցանկություններ, զորացնելով մեր ամենասուրբ հավատքը, հաստատելով մեր մտքերը և բարձրացնելով մեր զգացմունքները, և ապա իր շնորհքով ընդունում է այդ աղոթքը։ Սրտի պատրաստությունը Տիրոջից է, և մենք պետք է այն Նրանից խնդրենք։ Թող աղքատ, նեղյալ, հալածված կամ փորձության մեջ գտնվող հավատացյալը հիշի, որ սատանան այս աշխարհի իշխանն է և որ նա բոլոր ամբարիշտների հայրն է։ Աստծո զավակները չեն կարող բարություն, ճշմարտություն կամ արդարություն ակնկալել այնպիսի մարդկանցից, որոնք խաչեցին փառքի Տիրոջը, բայց Տեր Հիսուսը, ով մի ժամանակ չարչարվեց, այժմ իսկ թագավորում է որպես թագավոր ամբողջ երկրի վրա, նրա իշխանությունը երբեք վերջ չի ունենա։ Եկեք հանձնվենք նրան խոնարհաբար, վստահելով նրա ողորմածությանը։ Նա կազատի հավատացյալին ամեն փորձությունից, կկոտրի յուրաքանչյուր ամբարիշտ ճնշողի բազուկը և շուտով սատանային կճզմի իր ոտքերի տակ։ Սակայն միայն երկնքում է, որ ամբողջովին կվերանա մեղքն ու փորձությունը, թեև այս կյանքում հավատացյալն արդեն նախապես ճաշակում է այդ ազատագրության քաղցրությունը։ Ուրեմն ինչու պետք է վախենանք հալածողի զայրույթից, երբ նա ընդամենը մահկանացու մարդ է, մարդու որդի, որ խոտի պես պիտի չորանա։ Մեզ պաշտպանողը երկնքի Տերն է, իսկ մեզ հալածողը ընդամենը երկրի մարդ։ Իսկ չարախոսին Աստված շղթայի մեջ է պահում և հեշտությամբ կարող է զսպել նրա բարկության մնացորդը, այնպես որ նա չի կարող անել այն, ինչ կցանկանա, և երբ Աստված իր խոսքն ասի, սատանան իր գործիքները ցած կդնի և այլևս չի կարողանա ոչ խաբել և ոչ էլ ճնշել։